Քրիստոս Աստծո մարմնացած խոսքն է։ Աստվածաշունչը Աստծո գրված խոսքն է։ Քրիստոս Աստծո մարմնացած կենդանի խոսքն է։ Առաքյալը այստեղ ասում է կյանքի խոսքը պահելով։ Այս նամակի մեջ հոմանիշներ կան, բառեր, որոնք նույն միտքն են արտահայտում։ Երբ որ առաքյալն ասում է ավետարան եւ Քրիստոս, նույն բանը նկատի ունի։ Երբ որ ասում է խոսք, կյանքի խոսք, նույն բանը նկատի ունի։ Կյանքի խոսքը Քրիստոսի ուսուցումներն են, Քրիստոսի թողնված, մեզ փոխանցված ուսուցումներն են, եւ առաքյալը կոչ է անում պահելու դա։ Ինչ է նշանակում պահել։ Ինչ է նշանակում պահել։ Մենք պահում ենք, երբ որ տարածում ենք, երբ որ ապրում եւ կիրառում ենք։ Հողի մեջ թաքցնելու մասին չի։ Գործնականում ապրելու մասին։ Հնազանդություն բառը, գիտեք ինչ է նշանակում։ Հնազանդեցեք։ Այս բառը հետաքրքիր բացատրություն ունի, պատկերավոր պիտի ցույց տամ ձեզ։ Հնազանդել համաձայն Աստծո խոսքի եւ հնազանդել Աստծո խոսքին նշանակում է խոնարհվել, մտնել այդ խոսքի տակ եւ ամբողջությամբ տնվել այդ խոսքին։ Առաքյալը այս խոսքը գործածում է նաեւ ամուսնական հարաբերությունների մեջ։ Եփեսացիներին ուղղված նամակում ասում է հնազանդեցեք միմյանց եւ հետո կանանց է կոչանում հնազանդելու։ Ճիշտ նույն իմաստով։ Մտնել դիմացինի իշխանության տակ, խոնարհվել եւ փորձել վեր բարձրացնել այդ իշխանությունը, հարգելով, պատվելով։ Առաքյալն ասում է կյանքի խոսքը պահելով է հնազանդության գաղտնիքը։ Կյանքի խոսքը պահելով մենք ամբողջապես Աստծուն պատված կլինենք։ Ոչ մեկ ծառայողի, հովվի, հավատացյալի համար չկա ավելի մեծ ուրախություն, քան տեսնել խոսքը կյանքի ոչված։ Ամենավառ օրինակը մեր ընտանիքներում։ Մեր աղոթքը, փափագը, մեր երազը, մեկ բան է, որ մեր զավակները Աստծո ճանապարհների մեջ լինեն։ Այնպես չէ։ Մեր ամեն օրվա աղոթքն է ու ավերսն է սա։ Եվ պիտի շարունակենք աղոթել, որ Աստված բացի իրենց սրտերը եւ առաջնորդի դրանց մեջ։ Նույնն է նաեւ մեկս մյուսի համար աղոթել, որպեսզի Աստված շնորհ կանի, որ ամեն մեկս լինենք քայլող, գործող ավետարաններ, ավետարանը ապրողներ, խոսքին հնազանդ կյանք ցույց տվողներ։ Սթափվելու ժամանակն է, սիրելիներ։ Սթափվելու ժամանակն է, որպեսզի մենք կարողանանք իսկապես ցույց տալ աշխարհին, որ այստեղ գործող, այստեղ ապրող, այստեղ ծառայող եկեղեցին խոսքը լրջությամբ է։